իհարկե մի ամբողջ գլուխ նախատեսված է հենց դեմենցիա ունեցող անձանց հետ շփումներին, բացի այդ գլուխը մենք ունենք նաև կից բազմաթիվ գրականության ցանկեր ու հղումներ, որտեղ որ մարդիկ կարող են մտնել եւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը վերցնել, բայց ուղեցույցի հենց բուն գլխամասում, երրորդ գլխում ներառված են հենց շփումները, սոցիալական ադապտացիան, ոչ դեղորայքային աջակցության միջոցներ, այդ ամբողջը մեկ մեծ գլուխ են ու բավականին մեծ տեղ են զբաղեցնում դեմենցիայի կլինիկական ուղեցույցում։ Ավելացնեմ, որ ուղեցույցը իր տեսակով բացառիկ է, որովհետև ուղեցույցում մենք ունենք գրեթե բոլոր ուղղությունները, ոչ թե գրեթե, այլ ամբողջ բոլոր ուղղությունները ունենք։ Նա կան ուղեցույցեր կլինիկական, որ միայն սոցիալական ասպեկտով են ուրեմն խորհրդատվական փաստաթուղթ իրենցից ներկայացնում կամ դեղորայքային բուժում զուտ ուրեմն կոգնիտիվ խանգարումների վերաբերյալ մեր կլինիկական ուղեցույցում կա բոլորը եւ կոգնիտիվ խանգարումների հետ կապված դեղորայքային, ոչ դեղորայքային ուրեմն բուժօգնության տեսակները եւ հոգեկան եւ վարքային խանգարումների հետ կապված, այսինքն չկա այդպիսի մի հատ ուղղություն, որը որ ներառված չլինի այդ կլինիկական ուղեցույցի մեջ։ Առաջնայինը կլինիկական ուղեցույցում ոչ դեղորայքային աջակցության մեթոդներն են, երկրորդ ընտրությամբ արդեն դեղորայքային է։ Բժիշկ, օգտվելով առիթից, եկեք հենց այս հատվածում մարդկանց հարազատներին, ում ազգականներ ունեն, ավագներ ունեն դեմենցիա, արձանագրենք, հիշեցնենք, բացատրենք, որ միայն դեղորայքային միջամտություններով, այսինքն հույսը դնել, որ հոգեբուժը տեղը նշանակեց, դեղը կանոնավորապես ընդունեց եւ վերջ, սա լուծում չէ, եւս մեկ անգամ խորհուրդ տվեք, հորդորեք, որ անպայման զուգահեռ չալարեն, չզլանան, մարդկանց ուղեկցեն առողջ երկարակեցության ակումբներ, Առաքելություն Հայաստանը, մեր բոլոր գործընկերները գրեթե ունեն այսպիսի ծառայություններ, որոնք զուգահեռ պիտի լինեն բուժմանը։ Իհարկե, դեմենցիա ունեցող մարդկանց համար խնամողներին ես խորհուրդ կտամ, որ առաջին հերթին իրենք հենց բժիշկներից, բուժաշխատողներից, որոնք որ վերապատրաստվել են, օրինակ մեր դասընթացի շրջանակներում, առաջին հերթին իմանան այն մանրամասները, այն ասպեկտները, որոնցով որ պետքա իրանք շարժվեն, կրթվեն, իմանան ինչ ծևի շփվեն պացիենտների հետ ու ինչա իրանց անհրաժեշտ ու դրանից հետո իհարկե պետքա օգտվեն նաև այն բոլոր ծառայություններից, որը որ Հայաստանում կա, իսկ Հայաստանում կան ծառայություններ, այնպես չէ որ չկան, նոր դուք նշեցիք այդ ծառայությունները։ Ընտրողը կգտնի իհարկե, կարևորությունը ուղղակի պիտի ընդունեն։ Այո, շատ կարևոր է, որովհետև հենց ոչ դեղաբանական միջոցառումներն են ավելի շատ կանխարգելիչ ու կյանքի որակը ավելի շատ բարձրացնող միջոցները։ Դեղորայքային օգնությունը իհարկե պետքա կողքից անել, բայց ինքը վերջնական հարցի լուծում երբեք չի լինում, Իսկ ինչ վերաբերում է հոգեբուժի կողմից նշանակված վարքային խանգարումների հետ կապված դեղորայքային բուժումը, դա պետքա լինի ամենավերջի հերթին, պետքա մենք բոլոր ոչ դեղաբանական կամ այլ դեղաբանական միջոցառումները փորձենք, տեսնենք արդյոք կարգավորում է պացիենտի մոտ վարքային խնդիրների, եթե չէ, նոր վերջի հերթին գալիս ենք դեղորայքային բուժմանը վարքային խանգարումների տեսակետից։ Բժիշկ Արամ, եթե ավելացնել բան եք, ասեք հետո։ Ուզում եմ ավելացնել, որ վերջերս բավականին շատ ինֆորմացիա ավելանում նրա մասին, թե ինչքան շատ են ազդում միջավայրային գործոնները, իսկ մինչևս այս վիճակները դիտարկվել են որպես շատ կենսաբանական կոպիտ վիճակներ, որոնք անխուսափելիորեն առաջանում են եւ անխուսափելիորեն առաջ են գնում, խորանում են, բայց հիմա բավականին շատ են տվյալները, որ միջավայրի ազդեցությունը արտաքին կենսակերպի, կողքի մարդկանց հարաբերությունների, նախորդող հոգեվիճակի եւ այլն ազդեցությունը գնալով ավելի է կարեւորվում եւ այս բոլոր գործողությունները կարող են զգալիորեն եւ հետաձգեն վիճակի խորացումը եւ թեթևացնել, լավացնել մարդու կյանքը։ Բժիշկ Արամ, կանխարգելման մասին խոսելիս, ես ասեմ, թե ինչի ենք մենք բախվում այսպես դաշտում աշխատելիս, դուք ինձ ուղղորդեք մարդիկ, որ 65 անց են, գործից նոր են դուրս եկել, իրենք կոգնիտիվ խնդիր չունեն կամ ունեն շատ աննշան, իրենք սովորաբար հրաժարվում են կոգնիտիվ վարժանքների, կոգնիտիվ խթանման վարժությունների կամ զբաղվածության, ասելով, որ
դա դեմենցիայով հիվանդների համար է, մանկապարտեզ է, երեխայի բան է։ Մենք շատ բացատրում ենք, որ այո, դու հիմա առողջ ես, բայց նաև դա անելով պիտի կանխարգելես դեմենցիան, ուզում եմ ձեր խոսք ուղղեք հենց այս մարդկանց եւ կանխարգելումից խոսենք։ Արդյոք մենք պիտի գանք հասնենք այն կետին, որ արդեն վարքային լինեն խանգարումներ եւ այլն, նոր զբաղվենք, թե 65 անց ցանկացած մարդ, թեկուզ աշխատող կարող է նկարելով տեխնիկաները ինքնետ է գիտեք, աջերքով, ձախ ձեռքով վարժությունները, մուդրաները եւ այս ամենը արդյոք անհրաժեշտություն է 65-ից հետո, թե սպասեն լավ չզգան կամ հիշողության խնդիրի նոր գնան։ Ես sense ասեմ մի քիչ պայմանական է, բայց իրականում դեմենցիայի կանխարգելումը պետք է սկսի երիտասարդ տարիքից, այսինքն այն սովորությունները, որոնք որ կանխում են կամ հետաձգում են դեմենցիայի զարգացումը, իրանք ձևավորվում են ավելի երիտասարդ տարիքում եւ 65 տարեկանում մարդուն նոր սովորություններ սովորացնելը շատ ավելի դժվար է, քան ավելի երիտասարդ տարիքում։ Դա մի կարևոր գործոն է, երկրորդ կարևոր գործոնը այն է, երբ որ մենք հետադարձ ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ որոշ process-ներ սկսվում են 5 կամ նույնիսկ 10 տարի ավելի շուտ, քան մենք ունենում ենք կլինիկական պատկերներ, այսինքն այդ մարդկանց զգալի մասը, ովքեր իրանց մոտ որևէ սիմպտոմ չեն նկատում, իրանց մոտ կարող է արդեն ինչ-որ process սկսված լինի, որը դեռ աննկատ է ընթանում, դրա համար դեմենցիայի կանխարգելումը կարծում եմ նույնիսկ 65 էլ չէ, 50-ից բարձր ցանկացած մարդու կենսակերպի մեջ պետք է ինքնաբերաբար ներառվի եւ այստեղ երկու կարևոր գործոն կա, որը հաճախ անտեսվում է, դա ֆիզիկական ակտիվությունն է, ցանկացած տեսակի, ինչքան բարդ լինի, բարդ սպորտային կոորդինացիա եւ այլն, այդքան լավ, բայց գոնե քայլելու եւ այլն նվազագույն է գոնե նվազագույն, բայց ռեգուլյար եւ բնության հետ շփումն է, որը էլի շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ բավականին դրական ազդեցություն է ունենում, պլյուս հոգեվիճակին հետեւել է, այսինքն նախորդող դեպրեսիան, տագնապային վիճակները, որովե տեսակի կախվածությունները եւ այլն ցանկացած տեսակի հոգեկան առողջության խնդիր, իրանք բոլորը հավանականությունը մեծացնում են դեմենցիայի զարգացման, պլյուս իհարկե եթե մենք խոսում ենք անոթային դեմենցիայի մասին, որ ամենա կամ համատարած կարող ենք անվանել, այս դեպքում նաև մնացած առողջությունը, անոթների առողջությունը, զարկերակային ճնշում, դիաբետ, մնացած խնդիրները, որոնք որ կարող են անոթների ախտահարում առաջացնել, այսինքն դեմենցիայի մասին հոգ տանելը եւ կանխարգելելը իր մեջ ներառում է այն գրեթե ամբողջ լավ առողջ ապրելակերպը, որը որ կարող ենք խորհուրդ տալ ցանկացած մարդուն։ Պետք է սկսվի սրանից եւ հետո նոր մտածել արդեն հավելյալ տրամաբանության հետ աշխատանք, չգիտեմ, լեզուներ սովորել, ակտիվ նոր ինչ-որ գործունեություն տիրապետել եւ այլն այդ բաները։ Այսինքն ձեր ասածից եզրահանգեմ, որ 65-ից հետո բոլորը, անխտիր բոլորը պիտի մտահոգ լինեն իրենց կոգնիտիվ ֆունկցիաներով։ Այո, որտեվ անկախ նրանից թե մարդը ոնց է զգում, ինքը զգալիորեն ավելի բարձր ռիսկի խմբում է գտնվում դեմենցիայի։ Եվ մի միջանկյալ հարցել, գիտեք ինչի հետ կապված, ընկալումը որպես ֆենոմեն, այսինքն խոսքը խոսելը մեկ այլ բան, խոսքի ընկալումը, արդյոք դա էլի թե մարդը ասածը երբեմն ունենում ենք ավագ սերունդի մոտ կամ ընտանիքներում խնդիրները գալիս են այն պահից, որ մեծահասակը կարծես արդեն ասված բանը չընկալի։ Արդյոք սա կոգնիտիվ խնդիր է, ասենք 5 անգամ, 6 անգամ ասած բանը, ասում ես, որ տատիկը չհասկացավ, այնուամենայնիվ հասկացավ հատվածական, իր ձեռնտու ձևով, սա կարող ենք համարել կոգնիտիվ ֆունկցիայի, այսպես ասած, խնդիր։ Միանշանակ, բայց եկեք մենակ չֆիքսվենք մեծահասակների վրա, ոնց որ ասեց դոկտոր Հովսեփյանը, խնդիրները, կոգնիտիվ խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել, երբ որ մարդը արդեն միջին հասակի է, 40-ից 40 եւ բարձր, ոչ թե պետք է մտահոգվի, ինքը այլ պետք է ուղղակի առողջ ապրելակերպ վարի ու առողջ ապրելակերպի հետ մեկտեղ նաեւ շատ կարեւոր է հաճախակի բուժզննումները, որովհետեւ անձը հնարավոր է որ չունենա կոգնիտիվ խնդիր, հա, բայց ունենա այն գործոնները, որոնք որ հետագայում կարան բերեն ու բժշկի մոտ հետազոտությունը դա կանխարգելիչ հետազոտությունները նաև այդ գործոնների վերացմանն են ուղղված։ Ինչ վերաբերում է մեծահասակներին, մենք գիտենք, որ մեծահասակների դեպքում նորմալ ծերացման ժամանակ նույնպես լինում են կոգնիտիվ խնդիրներ կամ կոգնիտիվ թուլացում, այսպես ասենք, որը որ նորմայի սահմաններում է, ֆունկցիոնալ նորմայի սահմաններում է, եւ եթե ասենք մեծահասակ կինը կամ տղամարդը ինչ որ բան չի կարողանում մտապահի, դա չի նշանակում, որ իր մոտ դեմենցիա է զարգանում։ Դեմենցիայի մասին մենք խոսում ենք այն ժամանակ, երբ որ անձի մոտ կա
կոգնիտիվ խնդիրների հետևանքով կա սոցիալական ադապտացիայի ու հոգեբանական ադապտացիայի հետ կապված խնդիրներ։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ մեծահասականձը ունի խնդիրներ։ Այն էլ կես տարի տարկումից հետո, հա, մենք երկարաժամկետ բոլոր կետերով որ կարող Ամեն դեպքում ես խորհուրդ կտամ որևէ դեպքում չմտահոգվել, եթե նույնիսկ մենք ունենք այնպիսի խնդիրներ, որը որ իրականում խանգարում է անձին, բոլոր խնդիրներն էլ կառավարելի են ու ճիշտ ժամանակին բժշկի դիմելը կամ մասնագետի դիմելը դա երկարացնի process-ը ու կյանքի որակը բավականին կլավացնի։